Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղին կվերսկսի աշխատանքը։ Նախագծի ձևավորման գործընթացը սկսվել է 1993 թվականին, երբ Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը և դադարեցրեց Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու գործունեությունը։ Նույն տարվա հուլիսին արդեն սկսվեցին քննարկումները նոր տրանսպորտային երթուղու ստեղծման շուրջ, որը պետք է դառնար այլընտրանք փակված ճանապարհին և ձևավորեր տարածաշրջանային նոր լոգիստիկ կապ։ Գործնական փուլը սակայն ուշացավ և մեկնարկեց 14 տարի անց, 2007 թվականի փետրվարի 7-ին միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ։ Նախատեսվում էր կառուցել 105 կիլոմետր երկարությամբ երկաթուղի Ախալքալաքից մինչև Կարս, որի 76 կիլոմետրը անցնում էր Թուրքիայի, իսկ 29 կիլոմետրը Վրաստանի տարածքով։ Զուգահեռաբար իրականացվում էր նաև Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը։ Շինարարությունը սկսվեց 2008 թվականին, սակայն նախագիծը մի քանի անգամ հետաձգվեց։ Սկզբում նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2010-ին, ապա ժամկետները տեղափոխվեցին 2013, 2015 և 2016 թվականներ։ 2014-ին հայտարարվեց, որ աշխատանքները մոտ 83%-ով ավարտված են, իսկ 2016-ին վերջնական ավարտի ժամկետ սահմանվեց 2017 թվականը։ Նախագծի ընդհանուր արժեքը սկզբում գնահատվում էր 422 միլիոն դոլար, սակայն հետագայում այն գերազանցեց 600 միլիոն դոլարը։ Ֆինանսական բեռը հիմնականում կիսեցին Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ Վրաստանը ծրագրի իրականացումը ապահովեց Ադրբեջանի տրամադրած արտոնյալ վարկի միջոցով։ Ադրբեջանը նաև իր միջոցներով վերակառուցեց Մարնեուլի Ախալքալաք հատվածը։ 10 տարվա աշխատանքներից հետո 2017 թվականի հոկտեմբերի 30-ին Բաքվում պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղին 3 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղին մեծ նշանակություն ունի բիզնեսի զարգացման և փոխշահավետ համագործակցության համար։ Վստահ եմ, որ տարածաշրջանային համագործակցությանը ամենամեծ ներդրումն ունեցող երկրները Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան միշտ կլինեն միասին և կաջակցեն միմյանց։ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու նման հսկայական նախագծերը էլ ավելի են ամրապնդում մեր միասնությունն ու բարեկամությունը։ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթուղու միջազգային ուղևորափոխադրումների մեկնարկը նախատեսվել էր 2020 թվականին։ Դա էլ բազմիցս հետաձգվեց։ Ուղևորափոխադրման մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա այսօր Ախալքալաքի կայարանում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտոնյաները։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։